Բարև ձեզ սիրելի երեխաներ, այսօրվա մեր դասն է թագավորն ու ավազակը։ Մենք աշխատելու ենք ապլիկացիայի տեխնիկայով։ Դասագրքում տրված է թագավորի եւ ավազակի գծապատկերները։ Ահա մենք ունենք աշխատանքային ալբոմը։ Մենք հիմա կկտրենք ավազակի դիմային ապլիկացիայի առանձին մասնիկները։ Կտրահանում ենք ավազակի գլխաշորը, կարմիր գլխաշորը, կտրահանում ենք մորուսը։ Այստեղ դուք տեսնում եք կետգծեր, մենք հիմա պետք է դա կտրատենք։ Կտրատում ենք ուշադիր եւ զգույշ։ Կտրահանում ենք դիմապատկերը ավազակի, պետք է կտրանել շատ ուշադիր։ Իսկ հիմա հավաքում ենք ավազակի բոլոր դիմային պատկերները, գլխարկը և մորուսը։ Ստուգում ենք, արդյոք ճիշտ է արված։ Այո, կարծես թե ճիշտ ենք կտրահանել։ Հիմա պետք է մենք մորուսը մի քիչ ոլորենք։ Կարող ենք ոլորել մատիտով, սեղմում ենք, ճմրթում, կարելի ասել, կտրատած հատվածները, կարող ենք նաև մկրատով այսպես մի փոքր ոլորել դեպի ներս։ Հիմա վերցնում ենք սպունգը, թռչում մատիկը, խոնավեցնում մատիկը, սոսնձում ենք թղթին ավազակի մորուսը։ Մենք կարող ենք այս մազերի հատվածները չսոսնձել։ Տեսեք երեխաներ, ճակատամասի այս մազափունջը և մորուսը մենք չենք սոսնձում։ Եվ սոսնձում ենք գլխարկը։ Գլխարկի ողջ մակերեսը սոսնձապատում ենք։ Նայելով տրված նմուշին, մենք սոսնձում ենք համապատասխան տեղում։ Ահա կարծես թե ավազակը պատրաստ է։ Տեսեք, առաջին հայացքից թվում է, որ պարզ ապլիկացիա է, հարթ տիպի ապլիկացիա է, բայց մենք կարող ենք բարդեցնել կամ ստեղծագործել առաջադրանքը կատարելիս։ Մենք կարող ենք օգտագործել բամբակե փոքրիկ մասնիկները, մազերի ծածկույթը, բամբակ ևս, թելեր, ժապավեն թղթե օգտագործելով եւ առաջադրանքը ավելի հետաքրքիր կատարելու համար։ Նյութերի գույների ընտրությունը, նյութերի տեսակները կարող եք դուք ինքներդ ընտրել։ Ահա դասագրքում մենք ունենք թագավորի գծապատկերը եւ գունավորված տարբերակը։ Դուք կարող եք արդեն նույն օրինակով աշխատել, նույն գույներով, նույն տեխնիկայով, ապլիկացիայի տեխնիկայով կամ ինքնուրույն ստեղծագործել։ Դե ինչ երեխաներ, ձեզ հաջողություն։